Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այստեղ մյուս բաժնի մեջ արդեն հենց բուն գործի ընթացքի վերլուծությունն է եւ զեկուցում տեղ գտած մեր անդրադարձները հենց վրաերթի կատարած վերաբերում է նրան, որ թերի եւ խնդրահարույց քննություն է եւ ձգձգվող դատավարություն մինչ օրս իրականացվում։ Ինչ են տեղ գտել, որ վրաերթ կատարած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ, ինչպես գիտեք, անցյալ տարի օգոստոսի 18-ին դատավճիռը կայացվեց, բայց դրանից հետո կարող ենք ասել, որ մոտապես 3 թե 4 ամիս հետո գրավոր դատավճիռը փոխանցվեց կողմերին, ինչի արդյունքում եւս փաստորեն հետաձգվեց բողոքարկելու հնարավորությունը։ Բողոքարկելը պիտի լիներ գրավոր դատավճիռների փոխանցելուց հետո 1 ամսվա ընթացքում, եւ այսպիսով բողոքարկման փուլը սկսվեց, կարելի ասել, անցյալ տարվա վերջից, այս տարվա սկզբից։ Սա ինչ վերաբերում էր դատավճիռին եւ դրա հետագա ընթացքին։ Վարորդը միակ մեղադրյալն է, Շարասյան այլ պատասխանատուների նկատմամբ հետապնդում չի հարուցվել։ Այս ամբողջ վարույթի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչները դիմել են 2 անգամ, բողոքարկել են, որպեսզի Շարասյան պատասխանատուները նույնպես հարցաքննվեն, նաեւ փաստերի կորսման հետ կապված, գիտեք երևի թե Շարասյան ռադիոկապի ձայնագրությունը չի պահպանվել, ինչպես նշված է այնտեղ իրենց եզրակացության մեջ, որ տեխնիկական սարքի պատճառով ուղղակի չի ձայնագրվել։ Դրա փորձաքննությունն էլ պիտի իրականացվեր բողոքարկման արդյունքում այդպես պիտի լիներ, բայց մերժվել է, դա առաջին է տեղի ունեցել 23 թվականին վերաքննիչ դատարանին դիմել են տուժող կողմի պաշտպանները, որ եւ բողոքարկումը ընդունվել է եւ պիտի հարուցվեր նոր վարույթ, ասելով, որ տուժող կողմի իրավունքները խախտվել են։ Սակայն չի եղել եւ հետագայում արդեն 25 թվականի ամռանը նորից բողոքարկվել է, ինչը էլի կրկին մինչ օրս ձգձգվում է եւ քննություն չիրականացում Շարասյան պատասխանատուները չեն հարցաքննվել։ Ապացույցների անհետացում, ինչպես գիտեք, արդեն ասեցի, ինչն է այստեղ կարևոր, ձայնագրությունների միջոցով հնարավոր կլիներ իմանալու, թե ով է որոշել այդ արագությունը, այդ հատվածում այդպիսի արագությամբ գնալ, ինչպես է եղել, որ կարգավորողը, այդպես ասենք, չի հասցնում պատշաճ ձևով կարգավորել եւ դադարեցնել հետիոտների անցում այդտեղով, որտեղ բացի Սոնամնացականյանն է, այդտեղով անցնելիս է եղել մի քանի քայլ, 2 քայլ երևի թե առաջ, մի ուրիշ աղջիկ, այդպես եթե զեկուցում նայեք այդ հատվածը, կտեսնեք, որ նույնիսկ երթևեկությունը նորմալ չի դադարեցված, հա, մեքենաները գնում են եւ էլի վթարային իրավիճակ կա այնտեղ։ Այդ միջոցով կարող ենք իմանալ ով էր որոշումը կայացրել, ինչպես եղավ, որ սա եղավ, բայց իրենք ասում են, որ չի պահպանվել։ Ձգձգվող դատական վարույթների մասին պիտի խոսեմ, որը շատ կարևոր է։ Օրինակ բերեմ, 24 թվականին ընդամենը տեղի ունեցել 3 նիստ, նշված է եղել 5 նիստ, բայց որից 2-ը չի կայացել հենց մեղադրյալի պաշտպանների բացակայության պատճառով։ Նույն թվի 24 թվականի հունիսի 18-ին մեղադրյալի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի նորից հարցաքննվի տեսաձայնային փորձագետը, որը որոշել էր արագությունը սահմանումներ տվել, իրեն նորից փորձաքննեն, հաջորդ նիստը պիտի տեղի ունենար օգոստոսի 29-ին, բայց պաշտպանները հենց իրենք ներկա չէին, 2-ն են եւ 2-ն էլ ներկա չէին, արդյունքում կայացավ նոյեմբերի 18-ին, այսինքն ուղիղ 5 ամիս անց։ Ես կուզեմ սրա հետ կապված մի քիչ հետո Ռաֆայելը խոսի, թե ինչու է այսպես լինում, հա, որ նման գործերի դեպքում այսպես ձգձգումներ են լինում եւ հակառակը ուրիշ դեպքերում կարող են ընդհանուր ամեն օր նույնիսկ նիստեր նշանակել։ Արդյունքում բացի այս շատ մեծ ընդմիջումներով նիստերը, նաեւ նիստերի ընթացքում պիտի անդրադառնամ պաշտպանների վարքագծին,
որոնք նիստը հատուկ միտում էր զգացում ձգելու, օրինակ նոյեմբերի 18-ին փորձագետին տալիս էին նույն հարցի, մի քանի նույն հարց էին տալիս, դրանց այսպես որոշակի ձևակերպումները փոփոխելով։ Դա վերաբերում էր թե ինչու է հենց այս մի տեսանյութեր հիմքում ընկած արագությունը որոշելու, որ հիմքեր հանդիսանում, թե ինչու է այս տեսանյութը վերցրել, փորձագետը պատասխանում էր, որտեվ սա այն միակ տեսանյութն է, որտեղ հստակ երևում է անշարժ առարկան տվյալ դեպքում սլակ գծանշումը, եւ դրան հաջորդում էր թե ինչու են մյուս նյութերը չեք օգտագործել, նա նորից պատասխանում էր, որ որովհետև սա է միակ հնարավոր օգտագործման նյութը եւ հետագայում իսկ միգուցե դուք կադր եք թաքցրել, ասում է ոչ, ինչ որ տվել ենք այստեղ է, այսինքն այս ինչու է 3 կադր այս նյութի մեջ, փորձագետը պատասխանում է, որ առաջին ինչու եք դրել 3 կադր, բայց ասում եք 2 կադրով եք հաշվել, փորձագետը պատասխանում է, որ առաջինը ելման կետն է, իսկ մյուս հաջորդ 2 կադրով մենք արագությունն ենք արդեն որոշում, եւ այս հարցը կրկնվել է գրեթե 2 ժամից ավել, այս 2 հարցը եւ նույն պատասխանները նոյեմբերի 19-ին եւ արդեն հաջորդ տարի 25 թվականի մարտի 3-ին էլի նույն հարցը տվել են փորձագետին։ Հետո նոր կայացել է 25 թվականի մայիսի 22-ին հաջորդ նիստը։ Այսպիսի մեծ ընդմիջումներով 5 ամիս, 3 ամիս մեծ ընդմիջումներով շարունակել են։ Ես կուզեմ արդեն Ռաֆայելը երևի թե անդրադառնա այստեղ, հիմա գործը գիտեք ուղղակի կարճ ասեմ, որ վերաքննիչ դատարանին ներկայացրել են 2 կողմներ իրենց միջնորդությունները, մայիսի 18-ին իդեպ պետք է տեղի ունենար ապրիլի 13-ին, բայց տեղափոխվեց էլի կրկին մայիսի 18-ին։ Այս փուլում է, սպասում ենք իրենց որոշմանը դատավորների, կուզեմ ընդհանուր խոսի Ռաֆայելը եւ Շնորհակալություն, շնորհակալություն Մարիամ ջան, ես Ռաֆայելն եմ, Ռաֆայել Իշխանյան, քաղաքական կենտրոնի նախագահ, եւ այս զեկույցը, որը շուտով մենք ներկայացնենք հղումը, որը հասանելի արդեն մեր կայքում, ի տարբերություն մեզ մյուս աշխատությունների, ինչի վրա մենք ուշադրություն ենք դարձել նախորդ տարիներին, մեծ հաշվով մեկ գործի օրինակով, անգլերեն կա case study հասկացությունը, այդ օրինակով մի քանի հարցերի անդրադառնալու փորձ էր, առաջինը ընդհանրապես արդարադատությանը որպես գործիք, երկրորդը շատ կարևոր հանրային հաշվետվողականության հանգամանքին, եւ մինչեւ մնացածին աստերը կուզեմ ուղղակի ընդհանուր ամփոփենք, տեսեք, մենք խոսում ենք մեծ process-ի մասին, որտեղ կա շահագրգռվածություն պետական ամենաբարձր պաշտոնյայի իր համբավի, չէ, եւ բնականաբար նաեւ իր ենթակաների այս դեպքում ասենք օրենքով անձնմխելիության խնդիր։ Հետևաբար մեծ շահ այս դեպքում բախվում է մի քաղաքացու, այս դեպքում իր այսինքն նաև հարազատների եւ հաջորդների արտարության ակնկալիքի հետ։ Երբ որ իրավապաշտպանները բարբերաբար խոսում են տարբեր մարդու իրավունքների, քաղաքական իրավունքների արտար դատաքննության վիճակի վատթարացման մասին, դատական համակարգի նկատմամբ լծակների ուժեղացման, ուժային կառույցների ենթարկացման, այդ պայմաններում այդ ամբողջ գործիքների արդյունքում արդարադատությունը որպես գործիք սկսում է կորցնել իր որակը։ Պատկերացրեք դանակը, որ սկսում է բթանալ կամ ժանգոտել։ Եվ եթե գործիքի այդպես ձևափոխման նպատակն է հասկանալի է, որպեսզի տվյալ պահին իշխանություն ունեցողները կարողանան առավել անկաշկանդ օգտվել եւ ավելի պաշտպանված իրենց զգալ, ի հաշիվ քաղաքական դիմադիրների, մրցակիցների եւ այլն, գործիքի վնասումը հետագայում անդրադառնում է այն մարդկանց իրավունքների վրա, ովքեր կարող են հայտնվել ամբողջությամբ ապաքաղաքական, ամբողջությամբ պատահական իրավիճակում, դուժեն դրանից եւ հանկարծ բարձր որ այդ գործիքը այնքան է ժանգոտել, որ այլևս չի կարողանում իրենց իրավունքները պաշտպանել։ Այստեղ մենք չենք կարող չխոսալ, թե ամբողջությամբ տրամաբանությունը վերում է դրան հանրային հաշվետվողականությունը, ինքը այսպես գիտեմ, որ թվում է բավական անհետաքրքիր բառ, բայց հանրային հաշվետվողականություն լայն, շատ լայն հասկացություն է, դա միայն այն չի, թե պետությունը ինչի վրա ծախսեց բյուջե, դա միայն այն չի, թե ինչ բանակցեցին ինչ-որ միջազգային ձեռքբերումներ եւ այլն կամ մնացած կորուստներ, ձեռքբերումներ, թե ինչ, հանրային հաշվետվողականությունը ցանկացած պետական պաշտոնյայի իրենց առնչվող գործունեության մասին հանրությանը լավ թե վատ, բավարարող թե չբավարարող տեղեկության
բարեխիղճ փոխանցումն է նաև։ Ես այս զեկույցի ընթացքում հիշեցի, փորձեցի գտնել ու գտա 2019 թվականին նույն հանրային հաշվետվողականության արդի վարչապետը իր իշխանության 1 տարվա ուրեմն լրացման արդիվ ներկայացնում էր 100 փաստ Նոր Հայաստանի մասին։ Եթե չեմ սխալվում 91-րդ փաստն էր, որ վարչապետի ավտոշարասությունը կանգնում է կանաչ լույսի առջև, զիջում է մարդկանց, եթե օբյեկտիվորեն շտապելու կարիք չունի։ Մենք այստեղ փաստորեն գիտենք, որ օբյեկտիվորեն շտապելու կարիքը, եթե Այս դեպքում չկար, որովհետև եւ ինտուբ, այսպես ասեմ, այս դրա մասին խոսակցության ժամանակ տարբեր մարդկանց հետ մի փաստ արձանագրեցին, որ այդ հատվածում, եթե արժե էին շտապում, ընդամենը 2-3 րոպեի տարբերություն պիտի լիներ, եթե իրենք դանդաղ քշեին, օրինակ, չգիտեմ, 60 կիլոմետր ժամանակությամբ քշեին։ Այս դեպքը սրա մասին է։ Եվ մյուս դեպքերն էր սկզբունքորեն չպիտի պաշտոնյայի անվտանգությունը վտանգի ամեն առիթով վտանգի մյուս քաղաքացիների, բոլորս հավասարազոր իրավունքներ ունենք, եւ մեկի կյանքի գնով չպիտի պաշտպանել մյուսի կյանքի գինի, եթե դրա կարիքը ընտրության խիստ կարիքը չկա, այսպես ասենք։ Եվ ինչ ենք տեսնում հանրային հաշվետվողականության վերաբերյալ հետագա զարգացումների համատեքստում։ Միջադեպից կարճ ժամանակ անց փոխվում է, ինչպես Մարիամը արդեն պատմեց, Տաթևը, փոխվում է այն կարգը, որոշումը, որը նախատեսում է ավտոշարասությունների առավելագույն արագությունները, եւ եթե առաջ կար լեգալիստական տալի իմաստով վերին շեմ, հիմա որոշ դեպքերի համար շեմը ընդհանրապես հանվել է։ Չէ, սպառնա հարցակման կամ հարցակման անմիջական սպառնալիքի պարագայում ավտոշարասյան վերին արագության շեմ ուղղակի այլևս գոյություն չունի։ Կարող են շրջանցել ու այստեղ խնդրում եմ ասես ինչ հնարավորություն է տալիս, ինչ մեկնաբանության, միգուցե այս սպառնալիքների հետ կապված, որտեղ ոնց հասկանում եմ, ինչպես կուզեն կարող են մեկնաբանել։ Այստեղ գալու երկու տարբերակ կարող ենք ունենալ։ Մի տարբերակը միջադեպից հետո իրանք տեսան կա օրենքի սխալ, ինչպես նորմալ երկրներում լինում է, փորձում ենք սխալը ուղղել։ Մյուս տարբերակում փորձում ենք պատասխանատվությունից խուսափել եւ փորձում ենք հանրային հաշվետվողականությունը ավելի իջացնել։ Մի հատ օրինակ ուղղակի հիշում եմ, որը շատ նման էր լուծումով, ճակերտավոր ասած լուծումով, եթե հիշում եք 2024 թվականի հունիսի 12-ին ազգային ժողովի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ, երբ որ ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ, լուսաձայնային լեռնակներ, լրագրողների կադրերից մենք տեսանք, որ այնտեղ կային լեռնակների տեսակներ, որոնք այդ բան չունեն նորմատիվներ հաստատված։ Այսինքն իրենց կիրառությունը օրենքով հիմնավորված չի։ Եվ հարցումներ էին անում այդ ժամանակ ներքին գործերի նախարարությանը, ոստիկանությանը, ինչ լեռնակները կիրառել, ինչ հատուկ միջոցներ։ Մեկ ամիս ցկելով պատասխանները, վերջում պարզապես փոխվեց գաղտնիության կարգը եւ այլևս ձևակերպում այսպիսին էր, եթե չեմ սխալվում, անկարգությունների ժամանակ ոստիկանության կիրառած միջոցառումների մասին տեղեկություն այլևս գաղտնի է։ Ինչի եմ այս օրինակը բերում։ Այստեղ կա երկու գնահատման առարկա։ Որն է սպառնալիքը եւ սպառնալիքի վտանգը, որը պետք է ով գնահատի, ինչ իրավիճակում, չէ՞։ Ու ինչպես է հաշվետու լինելու, մենք կարող ենք հետագայում ստուգել, որ Շարասյան պատասխանատուն գնահատել էր ելնելով այս չափանիշներից եւ դա օբյեկտիվ էր։ Թե դա լինելու է պարզապես դե մենք գտանք որ կա սպառնալիք, մենք չենք ասի որ նա սպառնալիք, դա գաղտնիք է եւ անցնում գնացինք։ Ինչպես օրինակ հատուկ միջոցների պարագայում, եթե հիմա կիրառվեն ու մենք հարցում անենք, կարող է պատասխանեն, որ գիտեք զանգված են անկարգություններ, հետեւաբար մենք իրավունք ունենք ձեզ չտալ այդ տեղեկությունը։ Բայց դուք ինչպես եք գնահատում դա զանգված են անկարգություններ։ Որը հունիսի 12-ին այդպես այդ ժամանակ գնահատվեց, բայց մինչ օրս մենք տեսնում ենք եւ տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները անընդհատ խոսում են անբաժանելիության մասին հարցով եւ որ բռնություն է կիրառած ոստիկաններից որևէ մեկը դեռևս պատշաճ պատասխանատվության չի ենթարկվել։ Սրանք խոսում են հանրային հաշվետվողականության ընդհանուր խնդրի մասին, տեսեք մենք Մարիամը ասաց հակառակ բարակային տրամաբանական կլիներ ներկայացնել ձայնագրությունները, չէ, որպեսզի բարակային տարբեր կասկածներ։ Շատ լավ։